Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը։ Մինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք հավանել այս տեսանյութը, տարածել այն սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքէջ եւ սեղմել donate կոճակը, ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը New Venture Brokerage ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Մարիաննա Մովսիսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Մարիաննա մեր հավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ ինձ հյուրընկալելու համար։ Մարիաննա, այս տաղավարում մենք քննարկում ենք Հայաստանի տնտեսության եւ ոչ միայն Հայաստանի, ընդհանրապես տնտեսական կյանքի անցուդարձը, հա։ Ձեր ընկերությունը աշխատում է այդ ոլորտում։ Շատերի համար, գուցե շատերը գիտեն ձեր ընկերության մասին, շատերը չգիտեն ձեր ընկերության մասին։ Խնդրում եմ ներկայացնել New Venture Brokerage ընկերությունը եւ նրա առաքելությունը։ Հա, իհարկե, սիրով։ New Venture Brokerage ընկերությունը կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ընկերություն է, որը հիմնադրվել է 2023 թվականին։ Մեր ընկերությունը գործում է մասնավոր եւ հանրային շուկաների հատման կետում եւ մեր առաքելությունն է ստեղծել վստահելի եւ թափանցիկ մասնավոր շուկա, հնարավորություն ընձեռելով մեր ներդրողներին գնել եւ վաճառել աշխարհում լայն ճանաչում ունեցող առաջատար ընկերությունների արժեթղթեր։ Եվ այդ առաքելությանը հասնելու ճանապարհին մենք առաջարկում ենք միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ եւ վստահելի ծառայություններ, միաժամանակ շարունակաբար մեծացնելով թե գործընկերների, թե հաճախորդների շրջանակը։ Մենք մասնագիտացված ենք վենչուրային կապիտալի, արժեթղթերի, կառուցվածքային ֆինանսական գործիքների ոլորտում եւ կարող եմ հպարտությամբ նշել, որ մենք հանդիսանում ենք կամուրջ ներդրողների եւ աշխարհի առաջատար եւ թրենդային ընկերությունների միջեւ։ Շատ լավ, ես ճիշտ հասկացա, որ ձեր ընկերությունը ուղղակի բազավորված է Հայաստանում, բայց ավելի շատ ձեր ներդրման օբյեկտները դրսում են եւ ձեր նաեւ հաճախորդներն են դրսում Հայաստանում չեն։ Ներդրման օբյեկտները, ինչ վերաբերում է մասնավոր ընկերություններին, հիմնականում ամերիկյան ընկերություններ են եւ ոչ միայն, իսկ ներդրողների շրջանակը կարող է լինել աշխարհի ցանկացած կետից, որևիցե սահմանափակում չեն դնում։ Ինչով է առանձնանում այդ առումով New Venture Brokerage-ը այլ ներդրումային ընկերություններից։ Իհարկե, ուրեմն առանձնահատկությունները մի քանիսն են։ Առաջին կնշեմ այն, որ մենք տրամադրում ենք այնպիսի գործարքներ մեր հաճախորդներին, որոնք առհասարակ փակ են հանրային ներդրողների համար եւ այդպիսով ընձեռում ենք հնարավորություններ ներդրողներին ապագայամետ ընկերություններում ներդրում կատարելու։ Եվ մենք այդ գործարքները պատահական չենք ընտրում։ Այդ մեր գործարքները հիմնված են խորքային վերլուծության վրա, որտեղ մենք տեսնում ենք աճ այդ ընկերությունների կայուն զարգացման եւ եկամտաբերության մեջ։ Շարունակելով մասնավոր ընկերություններում ներդրումների թեման, նաեւ ուզում եմ շեշտել MVB-ում գործող երկրորդային շուկան։ Հա, դա նշանակում է, որ այն ներդրողները, ովքեր արդեն իսկ օգտվել են այս ներդրումային հնարավորությունից, պարտադիր չէ սպասեն, մինչև այդ ընկերությունը դուրս գա IPO-ի, հա, առաջնային հրապարակային առաջարկի։ Եվ կարող է արդեն մասնակի կամ ամբողջովին դուրս գալ իր ներդրումային դիրքերից։ Միևնույն ժամանակ այն ներդրողները, ովքեր ժամանակին չեն հասցրել օգտվել այդ ներդրումային հնարավորությունից, կարող են գնել։ Եվ այդ ամեն ինչը մեզ մոտ կատարվում է մեկ միասնական հարթակի միջոցով, որը նույնպես շատ կարևոր է։ Նաև նշեմ, որ արդեն ամռանը մեր մոտ կգործարկի նաև բջջային հավելվածը։ Մյուս առանձնահատկությունը, որ անպայման կցանկանայի բարձրաձայնել, դա այն է, որ MVB-ն նաև առաջարկում է ժամանակակից ֆինանսական գործիք, որը այլընտրանք է ավանդական ֆոնդերի, այսինքն ինչ է դա նշանակում, հա, ֆոնդերի նման այստեղ մեր մոտ պրոֆեսիոնալ պորտֆելի կառավարիչները հնարավորություն են ունենում հաճախորդների ակտիվները կառավարել մեկ կենտրոնական հաշվի միջոցով։ Եվ այդ ֆինանսական գործիքները մեզ մոտ թողարկվում է մեր իսկ լյուքսեմբուրգյան ընկերության կողմից,
Եվ այստեղ պորտֆելի պրոֆեսիոնալ կառավարիչները փաստորեն որդեգրելով որոշակի ռազմավարություն եւ քաղաքականություն, հաճախորդներն բնականաբար համաձայնվելով այդ քաղաքականությանը, արդեն իսկ կառավարում է հաճախորդի ակտիվները մեկ միասնական հաշվից եւ այդ ակտիվները կարող են լինել ինչպես հանրային բաժնետոմսեր, կոնկրետ ոլորտի ուղղված, օրինակ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտից, կարող են լինել պարտատոմսեր, թե պետական, թե կորպորատիվ եւ մի շարք այլ ֆինանսական գործիքներ։ Մեր առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ մենք առաջարկում ենք մուտք մեր ներդրողներին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շուկաներ, քանի որ ունենք համագործակցություն լիցենզավորված բրոկերների հետ եւ բացի մասնավոր ընկերություններում ներդրումներից առաջարկում ենք ներդրումներ նաև հանրային շուկայի գործիքներում, որը ենթադրում է բաժնետոմսեր, պարտատոմսեր, կարևոր եմ համարում նշել նաև, որ ներդրողներին մենք տալիս ենք հնարավորություն մասնակցելու IPO-ներին, առաջնային հրապարակային առաջարկներին եւ այս ամբողջը մեկ միասնական հարթակից, թե մասնավոր ներդրումները, ընկերություններում ներդրումները եւ թե հանրային շուկայի գործիքներում ներդրումները, որը տալիս է ճկունություն եւ օպերատիվություն մեր ներդրողների համար։ Հասկանալի է։ Հատկապես որ եւ ինչ տեսակի ընկերություններում եք ներդրում կատարում կամ առաջարկում եք ձեր հաճախորդներին, որ այդ ընկերություններում ներդրում կատարեն։ Շատ լավ հարց եք տալիս, իրականում մենք ունեցել ենք եւ ունենք բազմաթիվ ներդրումային նախագծեր, որոնցից մի քանիսը փորձեմ ներկայացնել։ Օրինակ ունեցել ենք Իլոն Մասկի կողմից հիմնադրած Neuralink ընկերությունը, որը ինչպես գիտեք, մշակում է նոր սերնդի նեյրոինտերֆեյսներ, կապելով մարդկային ուղեղը նորագույն տեխնոլոգիաներին, բուժում է պարալիչը, նյարդաբանական այլ հարցերի լուծումներ է տալիս եւ փաստորեն, քանի որ այդ ներդրումային նախագիծը մեծ հետաքրքրություն առաջացրեց մեր ներդրողների շրջանակում, հիմա նույնպես երկրորդ անգամ այդ հնարավորությունը մեր ներդրողներին ընձեռվել է։ Ունեցել ենք Իլոն Մասկի կողմից հիմնադրած մեկ այլ ընկերություն, XAI ընկերությունը, որը նույնպես մշակում է նոր սերնդի արհեստական բանականության մոդելներ, ինչպես գիտեք, նաև մրցակից է հանդիսանում OpenAI ընկերությանը։ Այս ներդրումային նախագիծը մենք մեր ներդրողներին առաջարկել ենք, եթե չեմ սխալվում, անցյալ տարի ամռանը, երբ ընկերության գնահատականը 24 միլիարդ դոլար էր։ Եթե հիմա տարբեր ինֆորմացիոն աղբյուրներով դուք նայեք, կտեսնեք, որ ամիսներ անց արդեն իսկ ընկերությունը գնահատվում է շուրջ 70-ից 80 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ այն ներդրողները, ովքեր ժամանակին օգտվել են այդ ներդրումային հնարավորությունից, ստացվում է փաստորեն արդեն իսկ եռապատկել են իրենց ներդրումները։ Ակտիվներ, այո։ Մենք մասնագիտացած ենք նաև օրինակ ռոբոտատեխնիկայի ոլորտում, եւս մեկ ընկերություն նշեմ շատ հետաքրքիր, Vanex Technologies ընկերությունը, որը արտադրում է մարդակերպ ռոբոտներ եւ նպատակը այդ ընկերության այդ մարդակերպ ռոբոտների ինտեգրումն է առօրյա կյանք։ Առաջարկի պահին այդ ընկերության գնահատականը 1.7 միլիարդ դոլար էր, եթե չեմ սխալվում, իսկ առհասարակ ընկերությունը ներգրավեց մոտ 140 միլիոն դոլարի ներդրում։ Եվ արդեն իսկ 27 թվականին ընկերությունը փաստորեն պատրաստվում է մոտ 100,000 ռոբոտ հանել շուկա։ Դա ինչու եմ ես նշում, որպեսզի պարզ լինի, թե ինչպես են այդ ընկերությունները, որոնք որ մեր կողմից ընտրվում են, որպես ներդրումային հնարավորություն, ինչ պոտենցիալ ունեն զարգացման եւ առհասարակ երկարաժամկետ պերսպեկտիվայում եկամուտների ապահովման ներդրողների համար։ Կոպիտ ասած, որակյալ առաջատար եւ հեռանկարային ուղղություններ ընտրած եւ հեռանկարներ ունեցող ընկերությունների արժեթղթեր եք դուք առաջարկում ձեր։ Այո, այդպես էլ կա։
Նաև մենք մասնագիտացած ենք հատկապես տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում, ունեցել ենք օրինակ Voyager Space ընկերությունը, նույնպես ամերիկյան ընկերություն, աշնանը կարծեմ առաջարկել ենք անցյալ տարի, երբ էլի ընկերության գնահատականը մոտ 1.3 միլիարդ դոլար էր կազմում, այս ընկերությունը փաստորեն համագործակցում է NASA-ի հետ, համագործակցում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ, ունի արդեն մոտ $9 արդեն իսկ կնքված պայմանագրեր եւ փաստորեն արդեն այս տարի այդ ընկերությունը դուրս է գալու IPO-ի նախնական $3 միլիարդ գնահատմամբ, որը արդեն, եթե համեմատենք 1.3 միլիարդ դոլարի հետ, արդեն դուք տեսնում եք, այո, անգամ աճել է։ Ինչպես դառնալ ձեր հաճախորդը, ինչ կապիտալով պետք է մտնել ձեզ մոտ, գալ ձեզ մոտ։ Մեզ մոտ հաճախորդ կարող են դառնալ թե ֆիզիկական անձինք, թե իրավաբանական անձինք, առանձին ինստիտուցիոնալ հաճախորդներ, այստեղ իրականում մեզ մոտ հաճախորդ դառնալու համար պետք է ներկայացնել փաստաթղթերի որոշակի ցանկ, բնականաբար, եթե մեր փլավ քաղաքականությամբ, փողերի լվացման եւ աբեկչության ֆինանսավորման քաղաքականությամբ խնդիրներ չառաջանան, այդ հաճախորդը արդեն մեզ մոտ այդ անձը մեզ մոտ դառնում է հաճախորդ, մենք իր համար բացում ենք արդեն հաշիվ, հաշիվը բացելուց հետո արդեն կարող են համալրել հաշիվը, բնականաբար պիտի ստուգենք եկամուտների ծագման աղբյուրը, եթե որևիցե խնդիրներ չեն առաջանում, արդեն տվյալ ներդրողները կարող են օգտվել մեր պրոդուկտներից։ Մեզ մոտ գրանցումը կատարվում է առցանց, շատ հասկանալի արագ քայլերով կամ կարող են պոտենցիալ հաճախորդները կապնվել նաև մենեջերների հետ, վաճառքի մենեջերների հետ եւ իրենց միջոցով արդեն ավարտին հասցնել գրանցման process-ը։ Միջոցները մինիմալ ներդրումը մեզ մոտ սկսվում է $10,000 ԱՄՆ-ից։ Նաև կցանկանամ նշել, որ այդ մասնավոր ընկերություններում ներդրումները իրենցից չեն ներկայացնում հրապարակային առաջարկ, այսինքն ենթադրում են միայն մասնավոր տեղաբաշխում։ Հետևաբար այդ ներդրումային հնարավորություններից օգտվելու համար կարևոր է, որպեսզի մեզ մոտ հաճախորդ լինեն։ Միևնույն ժամանակ մեզ համար կարևոր է, քանի որ այդ ներդրումները տարբերվում են ստանդարտ արժեթղթերից, մեզ համար կարևոր է, որ հաճախորդը լիովին գիտակցի, թե որտեղ է ներդրում կատարում, թե եկամուտների պոտենցիալը պատկերացնի, թե ռիսկերը, հետևաբար մենք այդ ներդրումային հնարավորությունը ընձեռում ենք միայն պրոֆեսիոնալ հաճախորդներին, որը ենթադրում է ներդրումների ոլորտում, թե որոշակի գիտելիք եւ փորձ։ Այո, նաև ունեք, եթե չեմ սխալվում, ինչպես ասացիք, այն առաջարկը, որ պրոֆեսիոնալ ներդրողները կարող են վարել իրենց փաթեթները, այսպես ասած, վերցնել պրոֆեսիոնալ ներդրողներին ի պահ տալը եւ իրենք իրականացնեն։ NVB-ն ինչպես է ապահովում իրավական համապատասխանությունը եւ հաճախորդների պաշտպանությունը։ Ինչպես արդեն նշել եմ, New Venture Brokerage-ը կենտրոնական բանկի կողմից գրանցված լիցենզավորված ընկերություն է, հետևաբար գործունեությունը ամբողջովին կարգավորվում է ԿԲ-ի կողմից սահմանված կանոնակարգով, իսկ մեր եվրոպական գործունեությունը, ինչպես արդեն նշել եմ, Լյուքսեմբուրգում ունեն գրանցված ընկերություն, այնտեղ Լյուքսեմբուրգի վերահսկողության մարմնի ներքո է իրականացվում ամբողջ վերահսկողությունը, իսկ ֆոնդի վարչական կառավարումը իրականացվում է լիցենզավորված ֆոնդային ադմինիստրատորի կողմից։ Ինչ վերաբերում է տվյալների, հաճախորդների տվյալների անվտանգությանը եւ կոնֆիդենցիալության պահպանմանը, այստեղ նույնպես գործում ենք ամբողջովին ՀՀ օրենսդրության եւ կենտրոնական բանկի կանոնակարգերի ներքո։
ունենք հզոր անպային եւ ֆիզիկական սերվերներ Գերմանիայում, որոնք ապահովում են տվյալների անխափան փոխանակումն ու պահպանումը, իսկ հաճախորդների տվյալների բացահայտումը իրականացվում է միմիայն այն գործընկերներին, ում անհրաժեշտ է հաճախորդի գործարքը իրականացնելու համար։ Որոնք են ձեր ընկերության երկարաժամկետ նպատակները։ MVB երկարաժամկետ նպատակը առաջատար ընկերություն դառնալն է, ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում։ Ես իրոք հավատում եմ դրան, քանի որ մեր ընկերությունը զարգանում եւ աճում է շատ արագ, շատ նպատակասլաց։ Գրանցվել ենք, ինչպես նշել եմ, 23 թվականին, 24 թվականին արդեն ունեցել ենք մոտ 68 միլիոն դոլարի թողարկում, իսկ արդեն այս եռամսյակի ընթացքում մոտ 44 միլիոն դոլարի։ Անընդհատ հետևում ենք շուկայական տենդենսներին, գտնելով եւ առաջարկելով նոր լուծումներ, խթանում ենք նոր գաղափարներ եւ ներդրումային մեխանիզմներ։ Մեր աշխատանքի հիմքում ընկած է պրոֆեսիոնալիզմը, վստահության վրա հիմնված երկարաժամկետ հարաբերությունները։ Եվ ես իրոք կարծում եմ, որ MVB-ն այն վայրն է, որտեղ գաղափարները վերածվում են գործողությունների։ Շնորհակալություն եւ ձեր ուղերձը կամ չգիտեմ ձեր խոսքը ներդրողներին։ Մեր ուղերձը շատ պարզ է եւ հստակ՝ ապահովել ճկուն եւ վստահելի լուծումներ, որը կբացի դռներ ներդրողների համար գլոբալ, մասնավոր եւ հանրային շուկաներին։ Եվ մենք հավատում ենք, որ ներդրումը ոչ միայն ֆինանսական քայլ է, ոչ միայն թվեր են, այլ դա գործիք է առաջընթացի համար եւ այստեղ ներդրողները կարող են դառնալ փոփոխության մասնակից։ Հետևաբար ես հրավիրում եմ միանալ մեր հարթակին եւ միասին բացահայտել ներդրումների աշխարհը։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Civilnet Business-ի զրուցակիցը Մարիաննա Մովսիսյանն էր։ Ցտեսություն, կհանդիպենք։